Միլենա ջան, նորանգա ասա բարձրանա իմ մոտ, էլի։ Արի, բալես, արի։ Մաման ասեց, որ բրեկետ ես ուզում տնես, էլ սենց արա։ Հա, չէ, տնենք։ Այդ միջև բարձրանանք օրթոդոնտիա, դոկտոր Լուսինեին ֆիքսի իր մոտ բրեկետն հետ հենց հանեն, կգա սպիտակես ման, ընտիր գործան։ Լուսի շիրան, մեր Մարինի տղեն է։ Ոնց հասկացա, քո այս ատամն էլ չկա, ցեղական է ձեր մոտ, մորինը էլ չկա։ Մի հատ դոկտոր Հայկը թող լավ պացիենտ կա մոտը, դոկտոր Հայկը կնայի, բրեկետը կտնենք, արանքը կբացենք, մի հատ իմպլանտը կտնենք, հետո դոկտոր Գագիկի մոտ էլ վրան շապիկը կքաշենք, այդպես կժպտաս, 34-2, 4 չի, չէ, մորինը 4 է, 32 ատամապի կժպտաս։ Սա ասեմ, ես դոկտոր Մերի հետ խոսացի, ահա որ է բերանդ, մի հատ դու մտի, Մարինի տղեն է, մտի դու ինքը հեսա կանի, ես հեսա կգամ։ Որը ես հարկ, գիտես մեր գործն է գործ։ Հենց քիտդ վիրահատեն ստեղ ես պատ, դու քիտդ չէր վիրահատելու, դու բրեկետ ես չէ դնում, բայց քիտդ էլ արժի։ Չէ, քիտդ էլ արժի, եթե ինչ, ոչ եմ ստեղ ես պարկել, ես Մարինին նկարները բան ուղարկել էի, ասա ինչ կայֆ է։ Եկել ես մեծերի մոտ, 10 տարի առաջ ստեղ էիր գալի, դոկտոր Գայանը ինքը հիշես, Մարինի տղեն է, մեծացել է, պորապել է, մի քիչ ատամներն ու քթերն է, բայց կդզենք, ոչինչ։ Всё, վաղը ժամը 12-ին ուղիղ գալիս ես մեդսի ատամները անպայման կլվաս։ Всё, դե գնացին, գնա։